Սիրելի հեռուստադիտողներ, այս պահին առաջին լրատվականի տաղավարում մենք հյուրընկալել ենք Հայաստանի պաշտպանության նախարարության մամլոխոսնակ Արծրուն Հովհաննիսյանին։ Բարև ձեզ, պարոն Հովհաննիսյան, շնորհակալ եմ մեր հրավերը ընդունելու համար։ Նախ պարոն Հովհաննիսյան, ինչ թարմ վերջին այս պահի դրությամբ տեղեկություններ կարող եք հաղորդել սահմանին տիրող իրավիճակի հետ կապված ինչպես հայ-ադրբեջանական, այնպես էլ առաջին հերթին Ղարաբաղ-ադրբեջանական շփման գծում։ Այսօր ընդհանուր առմամբ հարաբերական հանգիստ է, ինչպես հայտնել է նաև Պաշտպանության բանակի լրատվական ծառայությունը, կերակել են օրվա ընթացքում նախորդ գիշեր հատկապես, բայց ոչ մեծ ծավալով, կարելի ասել այսպես որոշակի խախտումներով զինադադարը պահպանվում է։ Նաև վերջին օրերին մենք տեսանք, որ այդ քառօրյա այսպես կոչված պատերազմի ընթացքում Հայաստանի սահմանները այսպես հանգիստ էին թողնում եւ նույնիսկ Տավուշի մարզի բնակիչները այսպես ահաբեկված էին, մտահոգված, թե այսինչ տարակուսելի հանգստություն է, բայց վերջին օրերին վերսկսվեց նաև կրակը Հայաստանի սահմանների վրա։ Այս սրա հետ կապված արդյոք ինչպիսի արձագանքներ կան։ Նկատի ունեմ ՀԱՊԿ-ի կողմից բարձրաձայնումներ արվել է, որ եթե Ադրբեջանի դեպքում այնտեղ անելիք չունեին, հիմա փաստորեն հակառակորդը նաև հրետակոծում է Հայաստանի սահմանները։ Ըստ էության հստակ այդքան էլ հանգիստ չի եղել նախ, առաջի օրվանից էլ որոշակի կրակոցներ եղել են, բայց ընդհանուր առմամբ դրա կարիքը չի եղել, որովհետև հատկապես Տավուշի հատվածում դա եթե ընդհանուր տարվա կտրվածքով նայենք, դա բավականին թույլ լարվածության աստիճան է։ Դրա կարիքը չի եղել, որովհետև նաև բոլորի ուշադրությունը բևեռված էր Արցախյան հատվածի վրա։ Հատկապես հենց սա հաշվի առնելով նկատի ունեմ, թերևս դա արդեն ավելի շատ քաղաքական որոշման խնդիր էր։ Պարոն Հովհաննիսյան, նաև այսօր հնչեց ուրեմն տեղեկատվություն, հրապարակվեց, որ ադրբեջանական կողմը հայտնել է, որ կա մեկ անհայտ կորած եւ ունեք թարմ տեղեկություն, արդյոք դա հայ զինվոր է եւ ինչ ընթացքում է։ Ըստ էության մենք ունեինք մեկ վերջին անհայտ կորածը սպա եւ իրենք սկզբից հերքում էին արկայությունը իրենց մոտ այսօր ընդունեցին չնայած դեռ վերջնական ճշգրտումներ չի կատարվել եւ կփոխանակեն ինչպես եւ այլն բայց փաստորեն դրանով իրենք խոստովանում են որ այնուամենայնիվ իրենց մոտ է եղել իրենք չնայած ասում են որ նոր են գտել ինչ որ մեծ դիրքային տարածքներում եւ այլն բայց չեմ կարծում վստահ եմ գրեթե որ ի սկզբանե իրենց մոտ է եղել դա մեր վերջին անհայտ կորածն է։ Իրենց դեպքում չգիտեմ, իրենք էլ ասում են, որ իրենք էլ ինչ-որ անհայտ կորածներ ունեն, Աստված տա վաղը եւ այդ հնարավոր լինի վերցնել իր դիակը։ Եվ այս օրերի ընթացքում արդեն ամփոփ տվյալները մենք քանի զոհ փաստորեն ունեցանք, քանի վիրավոր եւ քանի անհայտ կորած։ Մենք հենց այսօր վերջնական կամփոփենք բոլոր տվյալները։ Ես կարող եմ միայն ասել մարտական կորուստների մասին, շուրջ 68 մարտական կորուստ, բայց քանի որ այնտեղ կա քաղաքացիականների հանգամանք եւս ես տվյալ այս պահին չեմ կարող ասել, բայց հավանաբար մինչեւ այսօր օրվա ավարտ, առավելագույնը վաղը վերջնական կամփոփվի նաեւ քաղաքացիական բնակչությամբ, ԼՂՀ բնակչությամբ, այսինքն քաղաքացիությամբ բոլոր ամբողջական տվյալները։ Շնորհակալություն եւ ադրբեջանական կողմի կորուստների հետ կապված հակասական տեղեկատվությունները հնչում բնականաբար նրանք շատ ավելի փոքր թիվ էին նշում, բայց նաեւ տեղեկություն հնչեց, որ ընդհանուր մինչեւ 1-2 հազարի կարգի ունենք ավելի հավաստի տեղեկություններ այդ մասին։ Այս պահին մենք վերջնական տվյալներ չունենք, գիտեք, Ադրբեջանը բավականին հնարամտորեն քողարկում է այդ ամենը, բայց ես էլ այսօր նորից թարմացված տեղեկություններ եմ տեսել Պաշտպանության բանակի հատվածից, այսինքն Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունից, շուրջ ավելի ճիշտ 2000 կորուստներ, սպասենք ավելի հավաստի, ավելի ստուգված տեղեկությունների, դա չափազանցություն չի, միգուցե այդ բոլորը մահացած չեն, որովհետև շատ դեպքերում կորուստները շատ հետո է լիարժեք պատկերը ստացվում այնպեսի փակ համակարգերում, շատ հնարավոր է դրանք նաև ծանր վիրավորներով, չգիտեմ, նաև այն մարդկանց, ովքեր, ասենք, հետո հոսպիտալներում են մահացել, ամեն ինչ կպարզվի, բայց որ հայկական կորուստներից բազմապատիկ անգամ, մինչև իսկ 8, 9, միգուցե նաև 10 անգամ ավելի շատ կորուստներ են գրել, դա փաստ է։
Պաշտպան Մովսես Հակոբյանը նշել էր, որ Ադրբեջանի ուրեմն խնդրանքով ապրիլի 5-ին հրադադարի մասին պայմանավորվածությունը ձեռք բերվեց Մոսկվայում այն պահին, երբ հայկական զինուժը հակագրոհ էր ձեռնարկել։ Այս դրա հետ կապված պարոն Հովհաննիսյան, որքանով էր այդ պահին նպատակահարմար այդ դեպքում գնալ։ Հնչում են տեսակետներ, որ կրկնվում է 94 թվականի սխալը եւ միգուցե արժեր ավելին գնալ նոր միայն պարտադիր։ Գիտեք, ես չեմ կարող այդ գնահատականները տալ, այդ հարցերը քաղաքական հարթության հարցեր են։ Ես կարող եմ ուղղակի փաստել, որ այո, պաշտպանության բանակը դեռ 2 օր, 3 օր առաջ էր կոտրել հակառակորդի հարձակման պոտենցիալը, ստաբիլացրել իրավիճակը եւ ռազմական լեզվով ասած անցել հակահարձակման։ Թե կոնկրետ ինչպես, ոնց եւ այլն, բանակցությունները ինչպես եղան, դե որպես զինվորական կարող եմ կարճ ասել, որ ցանկացած խաղաղություն ավելի լավ է կամ պատերազմը, բայց ինչու այդ պահին, ինչպես եղավ, ինչու էր լավ, ինչու էր վատ, ես չեմ կարող ասել։ Շնորհակալություն պարոն Հովհաննիսյան, դուք նշել եք, որ այս պահին էլ հակառակորդը զինված սահմանի այն կողմում այսպես կազմ պատրաստ է եւ նաեւ նախորդին տեղեկություն եղավ, որ զորքերի որոշակի տեղաշարժ է արձանագրվել Արցախի պաշտպանության բանակի կողմից։ Այն մենք կարողանում ենք առավելագույն հավաստիությամբ հետևել եւ շատ արագ ֆիքսել այդ տեղաշարժը։ Իհարկե, պաշտպանության բանակի հետախուզական հատուկ ծառայությունները, ստորաբաժանումները իրաց խնդիրը կատարում են եւ այդ մենք ասում ենք կազմ պատրաստեն, մենք ունենք տվյալներ, որ իրենք ուրեմն նույն այդ զորախմբերով դեռ կանգնած են եւ ինչպես հայտնում է պաշտպանության բանակը, նաեւ հետեւում են նրանց ամենափոքրիկ ստորաբաժանման տեղաշարժերին անգամ մի քանի կիլոմետր աջ կամ ձախ կամ հետ առաջ մի անգամից ֆիքսվում է այդ ամենը։ Ես այդ դեպքում չեմ կարող չտալ հետեւյալ հարցը, ինչպես պատահեց այդ դեպքում, որ ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերի այս հարձակումները մի քիչ ավելի շուտ հնարավոր չեղավ կանխարգելել, որովհետեւ մենք չունենայինք այդ թվով զոհեր։ Գիտեք, այս հարցը հիմնականում տալիս են մարդիկ, որոնք ռազմական գործից շատ քիչ բան են հասկանում։ Գուցե Հետախուզությունը կարող է ֆիքսել հակառակորդի պլանները, նպատակները, բայց քանի որ երկու կողմը առաջնագծի երկու տարբեր կողմերում ունեին այնպիսի համապատասխան զորաշարվածք, մարտակարգ, այսպես ասեմ, այնպիսի զորախմբեր, որ ցանկացած կողմի գործողությունը մի քայլից կարող շատ արագ վերածվեր ավելի լայնամասշտաբի։ Մենք գիտեինք, մեր զորքերը պաշտպանության բանակի իմացել են, որ լինելու է հարձակում, նույնիսկ մոտավոր ժամն են իմացել։ Եվ իրանք նախապատրաստել են այդ հարձակման, անակնկալության ոչինչ չկա, բայց հարցն նրանում է, որ ինչ ասել եք անխարգելել, ինչ պետք է անեինք։ Կամ էլ մենք պետք է նույն ուժերով իրանց վրա հարձակում գործեինք, այդ դեպքում նաև մեր խնդիրն ավելի բարդ էր դառնում, որովհետև մենք ի սկզբանե պատրաստված էինք պաշտպանության։ Բայց տեսեք Սերժ Սարգսյանը ոչ, այսինքն 2015 թվականի հունվարին հիշում եք այդ ամանորյա տոներից հետո կտրուկ էսկալացիա եղավ եւ ուրեմն ունեցանք զոհեր մի քանի, պաշտպանության նախարարություն կատարած այցի ընթացքում նա հայտարարեց, որ այսուհետ Հայաստանը իրեն հայկական կողմը իրեն իրավունք է վերապահում կանխարգելի չարվածներ հասցնելու, եթե հակառակորդ կողմից լինի սադրանքների նման էսկալացիա։ Այս իմաստով, այսինքն մենք չէինք կարող կանխարգելի չարվածներ իրականացնել։ Գիտեք, ռազմական գործը այսպես շախմատի նման չի, որ ասենց հեշտությամբ, հակագրոհ եւ այլն։ Նորից եմ կրկնում, հայկական ստորաբաժանումները իրենց մարտավարական դասավորությամբ, իրենց ունեցած սպառազինությունով, հակառակորդի համանման գործողություններով կոպիտ եմ ասում, շատ իրենց ավելի օգգն ավելի բարձր է, երբ տվյալ դեպքում իրենք պաշտպանության մեջ են։ Այսինքն մեզ համար, մեր ռազմական ստրատեգները մտածել են, որ դիցուկ այս պահին այս գործողությունն ավելի օգտակար է։ Գիտեք, այսպես միգուցե ես հասկանում եմ, որ հասարակության մեջ կա այսպիսի տրամադրություններ, որ հենց մեր զինվորի մազը կտրի Բաքուն ջրասույզ անենք։ Հասկանալի է, նորմալ է եւ հասարակությունը այդպես էլ պետք է մտածի։ Բայց խնդրում եմ թողեք զինվորականները մտածեն իրենք որ գործը ավելի էֆեկտիվ։ Հիմա տեսեք այս պահին ուրիշ հարցեր են հնչում, զոհեր շատ եղան եւ այլն եւ այլն։ Հասկանում ենք նույն ցասումն է, նույն ժողովրդական բողոքը եւ մենք չենք կարող հաշվի չնստել ժողովրդի բողոքի հետ։ Բայց կան գործողություններ, որոնցով նաեւ հաշվարկվում են զոհերի քանակ, արդյունավետություն։ Այսինքն եթե մենք այն ազգը չենք եւ այն պետությունը չենք, որ ասենք ոչինչ, թող 10000 զոհել ավել լինի, բայց եթե հարվածեցին մեզ, գնանք հասնենք Բաքու, չգիտեմ, Մինգեչհաուր եւ այլն։ Կան իրավիճակներ, կան հնարավորություններ, ի վերջո ստրատեգիա է, ստրատեգիայով զբաղվում են լուրջ փորձառու մարդիկ եւ ինչպես ի վերջո արդյունքը, որով ենք այս պահին ֆիքսել ենք, դա կոչվում է հաղթանակ, ռազմական հաղթանակ։ Եթե այդ ստրատեգիաները ռազմական հաղթանակ
կերտել են, ուրեմն իրենք կարող են այդ գործը վարեն։ Իսկ դուք ֆիքսում եք, որ մենք տարել ենք հաղթանակ, չնայած այն պնդումներին, որ որոշ բարձունքներ մնացել են Ադրբեջանի վերահսկողության։ Պնդումը, ինչ ասել է պնդում, էլի եմ ասում, հասարակական շերտի մարդը կարող ցանկացած հարց բարձրացնի, բայց դրա տակ պրոֆեսիոնալ հիմնավորում դե դուք կլինի։ կոմպետենտ Իհարկե, ինչ ասել է, ինչ որ բան մնացել է։ Հա, կան, էլի եմ ասում, մենք էլ ենք ասել, կան տարածքներ, որոնք մեր հակագրոհի փուլում կան առանք, որոնք կազմում են, ասենք, 200-300 մետր, ընդ որում հատկապես տեղամասեր կան, որտեղ այսպես ասած դա այն տարածքներն են չեզոք մենք երկար տարիներ հակառակորդ այդպիսի խրամատային դասավորություն ունեինք, որ տեղեր կար, որ մենք թողել էինք մանևրելու հնարավորություն, այսինքն շրջանցել, թևանցել։ Հիմա նույնիսկ մենք կանգ ենք առել այնպիսի տեղեր ու այնպիսի դիրքով, որ մեր հետագա գործողությունները հարմար լինի։ Հիմա չեմ կարող քաղաքնիկներ բացել, չի։ Շատ ուղղակի այդ քարոզչական նաև ուրեմն մանիպուլյացիաները կանխելու համար Բաքվի, որ եթե հետևում եք նրանք ներկայացնում են որպես հաղթած կողմ, որ բարձունքները, որպեսզի դա էլ իրանք այլ տարբերակ չունեն։ Տեսեք, հենց մենք այնքան պիտի խոհեմ լինենք, որ հասկանալով, որ եթե հակառակորդը նման դատարկամիտ մեթոդի է դիմել, հորինում է ինչ-որ բնակավայրեր, ինչ-որ բան ցուցանակներ է դնում 96 թվականից ապա մոնտաժված ցուցանակների ֆոնին, ուրեմն մենք պետք է հասկանանք, որ անգամ այդ դիրքը կամ չգիտեմ, այդ տարածքը, որ այս բային իրոք մենք ընդունում ենք, որ այնուամենայնիվ որոշակիորեն հետ ենք քաշվել կամ ցախ ենք քաշել, աչ ենք քաշել, դա անգամ չի կարող մեծ նշանակություն ունենալ։ Եթե դա ունենար, հակառակորդը չէր թիմի նման հորինված բաների, ուրեմն ցույց կտար իրականությունը։ Շատ լավ, պարոն Հովհաննիսյան, նաև այսպես կոչված քարորիա պատերազմից հետո հնչեցին մտահոգություններ, որ մեր բանակը հագեցած չէ գերժամանակակից սպառազինությամբ, այդ թերևս առաջնային տեղիքը տվեց Դրասեր Սարգսյանի ուրեմն ունեցած ելույթը Բեռլինում, որտեղ նա նշեց, որ հայկական կողմը հիմնականում 80-ականների զենքերով է մարտնչում։ Սրա հետ կապված արդյոք ինչպիսին է մեր հավասարակշռությունը եւ եթե այդպես է, ինչու ենք միայն հիմա բարձրաձայնում այդ մասին։ Ես կուզենայի ձեզ հիշեցնել մի շատ կարևոր իրադարձություն դեռ պատերազմից մի քանի ամիս առաջ։ Ձեր հարցին պատասխանեմ թերևս այդ ինֆորմացիայով, որովհետև այն ժամանակ էլի ակտիվություն եղավ լրատվական դաշտում։ Ճիշտ է արդյոք, որ Հայաստանը նոր զենքեր է ձեռք բերել, ինչ որ $200 միլիոն պայմանագիր զենքերի նորագույն եւ այլն։ Այսինքն մենք ունենք լրատվական դաշտում առնվազն անցած տարիների ընթացքում դիցուկ 15 թվի հաստատ ունենք ինֆորմացիաներ, որ հայկական բանակը անցնում է նորագույն զենատեսակների համալրման։ Մենք պաշտոնապես, ոչ պաշտոնապես ձեր հարցումներին դա պատասխանել։ Այո, նշել եք պլանային է վերազինման։ Դա, այսինքն հարցեր տված հարցի պատասխաններից հիմնականն է։ Մենք մեր զինանոցը եւս մեր պլաններով, մեր հնարավորություններով, մեր ժամանակացույցերով համալրում ենք։ Ինչքան կարող ենք համալրել, դա ուրիշ հարց է, երբեմն շատ բաներ չեմ կարող բացել ես ձեզ։ Այդ $200 միլիոն ուրեմն վարկի իհարկե խոսքը միայն $200 միլիոն չի։ Մենք միայն $200 միլիոն չի որ զենք ենք ձեռք բերում։ Դուք գիտեք, որ անցած տարիներին հայտարարություններ են եղել, որ Հայաստանը շատ մեծ ծավալի զենքեր է ձեռք բերել, անգամ համատելով նախորդ տասնամյակի հետ մի քանի անգամ ավելի։ Ինչ հետո այդ 80-ականների 70-ականների թվականի զենք ունենալու խնդիրը էլի ոչ մասնագիտորեն է շարժվում։ Ինչի, որովհետև ամբողջ աշխարհում հարգելիներս ամբողջ աշխարհում 80-ական թվականների զենքերն են համարվում գլխավոր մեծ քանակի զենքերը։ Այդ այսպես կոչված գերժամանակակից ինչ որ մարդկանց համար եմ ասում գերժամանակից, իմ համար մասնագիտորեն միգուցե դա գերժամանակից էլ չի, բայց եթե մենք այսօր ասում ենք, գիտեք, Ադրբեջանը ունի այս նմուշի գերժամանակից զենքեր, անունները չեմ տալիս։ Դրանց զգալի մասը 80-ականների զենքեր են միևնույնն է։ Եվ մենք միշտ ասում ենք, որ մենք ասիմետրիկ, հա, այսպես փորձում ենք ասիմետրիկ մեր զինանոցը։ Հիմա էլ ենք ասում, դրա համար էլ պետք չի ասել մեզ Ադրբեջանը սմերջ ունի, մենք ունենք սմերջ։ Ադրբեջանը T90 ունի, մենք ունենք T90։ Հեչ բարձր չի նույն բանը ունենանք։ Գիտեք, ուղղակի երբ որ ընթացող փաստացի պատերազմի օրերին երկրի գերագույն գլխավոր հրամանատարը հայտարարում է, որ մենք այսպես ունենք 80-ականների գերագույն գլխավոր հրամանատարը ուրիշ իմաստով է ասում, ուզում է ասի, որ անգամ այսպիսի զենքով իրենց իբր մենք կարողացանք մեր խնդիրը։ Շատ լավ, պարոն Հովհաննիսյան, Սերժ Սարգսյանը ըստ մամուլի տեղեկատվության ամսի 11-ին ամբողջ օրը անցկացրել էր պաշտպանության նախարարությունում։ Կարող եք մի փոքր փակագծերը բացել, թե իրականում մի քիչ չափազանցված է այդ ամբողջ օրը անցկացրելը եւ այլն, չափազանցված է, բայց ես չի որ դու մեկնաբանեմ իհարկե գերագույն գլխավոր հրամանատարի
օրակարգը, ուրեմն այո, պաշտպանության նախարարությունում եղել է գերագույն գլխավոր հրամանատար եւ անցկացել է համապատասխան խորհրդակցություն եւ դրանում որևէ արտարոց բան ես չեմ տեսնում։ Ի վերջո մենք պատերազմական իրավիճակից ընդհանրապես դեռ չի էլ ավարտվել, այսինքն կա զինադադար։ Եվ հասկանալի է, չէ, որ գործընթացներ կան, որոնց համակարգման, չգիտեմ, խորհրդակցության եւ այլ բնույթի աշխատանքները առնչվում են նաեւ գերագույն գլխավոր հրամանատարին։ Տեղեկություններ կան, որ նաեւ այդ խորհրդակցության ընթացքում քննարկվել են բանակից խոշոր չափերով չարաշահումների հետ կապված դեպքեր, մասնավորապես 12000 տոննա դիզվառելիքի եւ այլնի հետ կապված, Ես պաշտոնապես ասում եմ, որ նման խոսակցությունները, այսպես ասած, կուլիսային չեմ ուզում ուրիշ բառեր օգտագործեմ, անվստահելի տեղեկություններ են։ Ուրիշ ոչ մի բան։ Այնուամենայնիվ պաշտոնապես հաստատվեց, որ նախագահի վերահսկողական ծառայությունը ստուգումներ էր անցկացնում պաշտպանության նախարարությունում։ Նախագահի վերահսկողության ծառայությունը պլանային ստուգումներ ունի պաշտպանության նախարարությունում, ես ժամանակացույցը չեմ կարող ասել, եւ իդեպ ոչ միայն նախագահի վերահսկողությունը, Հայաստանի Հանրապետությունում վերահսկողության գործառույթներ իրականացնող բոլոր մարմինները ըստ հերթականության եւ գրաֆիկի պաշտպանության նախարարությունում գրեթե միշտ ստուգումներ են անցկացնում։ Ի վերջո պաշտպանության նախարարությունում մեծ ֆինանսական հոսքեր կան եւ դա միանգամայն բնական է։ Դուք միևնույն ժամանակ գիտեք, այդ փաստերը մենք ցած ներկայացրել ենք, որ մենք առանց որևէ վերահսկող մարմնի գործառույթի մենք ինքներս մեր շարքերից տարվա ընթացքում առնվազն մի քանի դեպք հայտնաբերում ենք, ձերբակալում ենք, ներկայացնում ենք իրավապահ մարմիններին։ Դա գործընթաց է, դա նորմալ է։ Ես հասկանում եմ եւ այն ժամանակ եմ ասել, հիմա էլ եմ նորից կրկնում, դա որոշ մարդիկ ուղղակի օգտագործում են իրենց շահարկումների համար։ Այստեղ որևէ ինչ-որ մութ բաներ պետք չի փնտրել։ Այ շահարկումների հետ կապված կարծեմ հենց այդ որակումը տրվեց այն քննադատություններին ի պատասխան, որ պաշտպանության նախարարությունը չի ժամանակին ցանկացել համագործակցել IT ոլորտի մեր մասնագետների հետ, մասնավորապես անօթաչու սարքերի հետ կապված։ Բայց ես ուզում եմ հիշեցնել, որ նախորդին արդեն Կարեն Վարդանյանը հնչեցրել էր կոնկրետ անուն նշելով պաշտպանության փոխնախարար Ալիկ Միրզաբեկյանի անունը եւ ասելով, որ ուղղակի սաբոտաժ է արվել եւ այդ Եթե Կարեն Վարդանյանի անունը օգտագործում եք եւ փորձում եք վարկաբեկել, դուք չէ, երեք ինքը փորձում է վարկաբեկել, ասենք, կոնկրետ անուն, ես չի ուզենա այսպես խոսել, բայց ես էլ ներկայացնեմ իրականությունը ինչ եղել է։ Կարեն Վարդանյանը որևէ պատրաստի product պաշտպանության նախարարություն չի բերել։ Կարեն Վարդանյանը բերել է, չգիտեմ, իր ներկայացնելով լավ գաղափար, միգուցե փայլուն, ես իրավասու չեմ այս պահին իր գաղափարը վարկաբեկել, միգուցե հանճարեղ, բայց ի վերջո ընդամենը գաղափար։ Գաղափարի քննարկման ժամանակ Կարեն Վարդանյանը ներկայացրել է X թիվ, որ այս X թվով ինչ որ product կպատրաստվի, իրեն առաջարկվել է հստակ աշխարհում ընդունված նորմալ, ուրեմն համապատասխան պայմանագրեր կնքել այդ գործառույթը իրականացնելու համար։ Ինքը չի համաձայնվել, գնացել են եւ 2 անգամ ֆինանսական չափաբաժինը փոխել են։ Նախնական թիվը շուրջ 5 անգամ, 4-ից 5 անգամ բարձրացրել են։ Վերջում նորից իրեն այդ հարցը տրվել է, անգամ 4-ից 5 անգամ բարձրացնելուց հետո։ Ձեր այդ հանճարեղ գաղափարի համար կա արդյոք չնչին երաշխիք, որ մենք ունենանք որևէ product։ Կարեն Վարդանյանի բերած թիմը, ես նորից եմ կրկնում, իրենք կարող են հանճարներ լինել, աշխատել NASA-ում, ստեղծել, չգիտեմ, ատոմային ռումբներ եւ այլն, բայց տվյալ դեպքում պաշտպանության նախարարության համար նախատեսված մեր պահանջներին համապատասխան սարքավորման ստեղծման համար ավելի քան 200 միլիոն դրամանոց պայմանագրի տակ չեն ստորագրել, որովհետև ասել են, որ երաշխիք չունեն։ Կներեք, միգուցե Կարեն Վարդանյանը ելի եմ ասում իր թիմի հետ հանճար է, բայց մենք գաղափարների համար անորոշ չենք կարող վճարել։ Շատ լավ, անօթաչուների հետ կապված պարոն Հովհաննիսյան, այս օրերին պարզ դարձավ, որ շատ մեծ վնաս հասցրեցին կամիկաձե ինքնաոչնչացվող անօթաչուները։ Այս ուղղությամբ մեր զինանոցը վերանայելու հետ կապված ինչպիսի որոշումներ եք կայացրել։ Արդյոք առաջիկայում մենք եւս կհամալրենք համարժեք անօթաչուներով մեր զինանոցը։ Գիտեք, դա գաղտնիքներ են, ես չեմ կարող բացել։
եւ նորից եմ կրկնում։ Դե ընդհանուր կարող եք ասել, որովհետեւ այդ գաղտնիքներից ինչպես տեսանք բոլորովին վերջերս Խրամչիխինը մի հոդված հրապարակեց, որտեղ մեր ամբողջ բոլոր զորամիավորումների տեղակայությունը, այնքան էլ ամբողջ չէր իրականում։ Դե ուզում եմ ասել շատ ավելի մանրակրկիտ ինֆորմացիան արդեն հրապարակված է։ Այնուամենայնիվ, եթե անգամ ինչ որ մեկը փորձում է գաղտնի տեղեկություն հրապարակել, առավել եւս մենք չպետք է հետևենք հետևողներին, հատկապես եթե կան նոր քայլերի ծրագրեր։ Կան նոր քայլերի ծրագրեր, այսպես ընդհանուր։ Հարգելիներս, բանակը ինքը շնչող մարմին է, շնչող օրգանիզմ է, ինքը ամեն օր է նոր ծրագրեր իրականացնում։ Եվ եթե մամուլում 10 առիթներից մեկը հայտնվում է առիթներից, եւ այդ մի առիթից հետո դառնում է ձնագնդիկ ու փորձում են մեզ այդ ձնագնդիկից հարց տալ, թե ինչի այսինչ օրինակից հետո այսինչ եզրակացությունը չարեցիք, դա չի նշանակում, որ նախ մենք այդ օրինակից եզրակացություն չենք արել, եւ դա չի նշանակում, որ այն դեպքերը, որ ձեզ հայտնի չի, մենք դրանից չենք անում եզրակացություն։ Ի վերջո մենք ամեն օր գտնվել ենք մարտական գործողությունների ինտենսիվ կամ ոչ ինտենսիվ փուլում։ Այսպես դարավ 5-օրյա, 4-օրյա պատերազմ, ինչ որ ժամանակահատվածում լարվածությունը թույլ էր, 14 թվականին 5-օրյա պատերազմ եղավ։ Այդ ամբողջ ընթացքում հակառակորդի գործելավոճի մեջ մշտական փոփոխություններ են եղել։ Մեր մոդել մշտական եզրակացություններ դրանց հետ եւ դրանց դեմ պայքարելու մեթոդներ ու եղանակների մշակում։ Բայց մենք ամեն ինչ ոչ չենք հայտնել։ Մի քայլ առաջ առնվազն մենք պետք է գնանք, Գիտեք, եթե հիշեք, եթե նայեք, կա դասական կանոն պատերազմի։ Հիմա դա մի քիչ դժվար է այս պահին պնդելը, զգացական ինչ որ բաներ կա հանրության մեջ։ Բայց եթե մենք ունենք ավելի փոքր քանակ, քան իրենք, եւ ինչպես դուք եք նշում, որոշակի էլ տեխնիկապես ինչ որ, չգիտեմ, առավելությունն են մեր նկատմամբ իրանք։ Դե երկրի գերագույն գլխավոր Շատ հրամանատարն բարի։ են։ Հիմա այս պահին ի վերջո պարտվել են, բալավ ինչի հաշվին են պարտվել։ Ինչ որ մեկը փորձում է իրան հարց տալ։ Մեր զինվորների հերոսության։ Շատ լավ բան եք ասում, բայց դա ուտոպիա է։ Զինվորի հերոսությամբ այս 21-րդ դարում միայն պատերազմ չես հաղթի։ Շատ լավ, Շնորհակալ եմ, բանակը ուրիշ հատկանիշներ էլ ունի։ Ես միայն ուրախ եմ դա լսել, պարոն Հովհաննիսյան, եւ վերջին մի հարցը առաջիկա օրերին Աստված մի արասցե, եթե հակառակորդը փորձի իրեն հատուկ նենգությամբ նոր նման մասշտաբի գործողություններ անել, մենք քանի տոկոսանոց այսպես պատրաստվածությամբ ենք փորձում կանխատեսել եւ կանխարգելել նրանց քայլերը։ Գիտեք, բանակը եթե մի օր 100% վստահություն չունենա, ինքը խնդիր չի կարող կատարի։ Ցանկացած օր բանակը 100% վստահություն ունի։ Ընդ որում, եթե առաջնորդվենք դասական տրամաբանությամբ զինվորական, հետեւաբար բոլորովին վերջերս սկսած եւ տխրահարճակ ավարտած ռազմական օպերացիայից հետո նորից վերսկսել է Ադրբեջանի կողմից, ըստ էության մեր դեպքում շատ ավելի արդյունավետ հակադարձման արժանանա։ Որովհետեւ շատ կարճ ժամանակ է անցել բնականաբար, մենք եւս մեր ուժերը պարենք կազմը պատրաստ եւ բնականաբար լրիվ ուրիշ արդյունք կունենա։